Հայկական ծաղիկներ Բաքվից Երևան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահին։ Ֆրաու ֆոն դեր Լայենն անձամբ է մասնակցում հայկական ապրանքի այսպես կոչված հերթական խմբականակի արտահանմանը Եվրոպա։ Չնայած զանգվածային ընտրակեղծարարության մեղադրանքներին ու ՍԴ-որոշման դեռ հրապարակված չլինելուն, եկել է շնորհավորելու Փաշինյանին ու ասելու, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա։ Իր հետ ծաղկեփնջեր տանող եվրաչինովնիկը դատարկ ձեռքով չի եկել Հայաստան։ Կհատկացնեն ևս 18 միլիոն եվրո արտահանման հնարավորությունների ընդլայնման և նոր շուկաներ դուրս գալուն աջակցելու համար։ Սրանով ամբողջանում է ավելի վաղ համաձայնեցված 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթը։ Ես գիտեմ, որ Հայաստանը բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնության, բայց վստահ եղեք, որ երբ գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրամիությունն առաջ է գալիս, քայլ է անում։ Բացի այս 52 միլիոնից Տիկին Ուրսուլան հայտարարում է ևս 200 միլիոն եվրոյի աջակցության մասին գլոբալ դարպասներ կոչվող փաթեթով։ Հավելյալ 20 միլիոն եվրո էլ կուղղվի Հայաստանի սահմանամերձ համայնքների աջակցությանը։ Իսկ ամբողջ հարավային Կովկասի տրանսպորտային, էներգետիկ և թվային նախագծերում ԵՄ-ն նախատեսում է ներդնել մինչև 2 միլիարդ եվրո։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահ այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում այդ մասին կխոսի, այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։ Մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք ներկայումս դեռևս մեծապես կախված են ռուսական շուկայից, և ուղարկել դրանք 450 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միության միասնական շուկա։ Այսպիսով, ինքնավար առևտրային միջոցների գործիքը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ի համար, որոնք նախկինում արտահանվում էին Ռուսաստան, և այն կբացի Եվրոպական միության միասնական շուկայի դռները ձեր ըմպելիքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 90%-ի համար։ Էներգետիկ բազմաթիվ խնդիրների բախվող Եվրոպան ինչպես է Հայաստանին օգնելու, եթե Մոսկվան թանկացնի գազը կամ դադարեցնի դրա մատակարարումը։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էլեկտրամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրամիությունից Հայաստան կժամանեն։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով և հարուստ փորձ ենք կուտակել։ Փաշինյանն իր հերթին բացառեց 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը Հայաստանում մնաց մի քանի ժամ։ Խոստումներ տալուց հետո հեռացավ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։